Հետևորդներ, եկել ենք ջերմատուն, ինչպես տեսնում են սիրելի հետևորդներ, ահա, պամիդորները բավականին լավ մեծացել են, փարթամ տեսք ունեն, այսօր սրցման աշխատանքներ են այստեղ ընթանում, ահա, բերքը արդեն ասելով ըստ մշակողների, բավականին մեծացել են, ահա կարող եք տեսնել, հիանալի աշխատանքներ են կատարվում, այս պահին սրցման աշխատանքներ են, հիմա մոտենանք տեսնենք ինչ սրցման աշխատանքներ են կատարվում, բարև ձեզ, ինչ սրցման աշխատանքներ են կատարվում, արտարվատային սրություն են կատարում, վեգետացիայի ընթացքում սուրյատորում է 2-4 անգամ, 15-20 օր տարբերություն է իրարից, վերջի սերնդի կեսաբանական բարտանիքն է ինքը լավացնում է աճը, ոնց կոնտակտ է ինքը, այսինքն հողից վերցնում է նյութերը, օրգանական նյութերը, ու բարձրացնում է դեպի վերը։ Ինչպես տեսնում եք, սիրելի հետևորդներ, պամիդորները համաչափ առողջ տեսք ունեն, պարբերաբար սրսկումները ժամանակ են կատարվել են, ջերմությունը ճիշտ պահպանվել է եւ իհարկե կարող եք այստեղ տեսնել այսպիսի հետաքրքիր բան։ Իհարկե կաթիլային ոռոգման համակարգով է, ինչպես որ ցույց է ձեզ տվել, այս ջերմատունը ձեզ ցույց եմ տվել պոմիդորի մշակումը, պոմիդորի տնկելու մեթոդները։ Ինչպես տեսնում եք, ակոսներ, առուներ են բացվել, թմբերի տեսքով այսպես ասած։ Հիմա հասկանանք ինչի համար է սա արված։ Այստեղ կատարել ենք։ Հիմա նախ հասկանանք ինչի համար են այսպես կաթիլային շլանքները մնացել հողի մեջ։ Հիմա ջերմոցատերը կբացատրի ինչա տեղի ունենում։ Ահա, ուրեմն տեսեք։ Սա օգնում է ավելի լավ արմատային համակարգ ձևավորելու, ինչպես հասկացանք։ Իսկ այս ավել բեչաները ինչ է կանելու։ Մնացել է ուղղակի հողի տակից նորից թազա շի վերադվել։ Այսինքն կաթիլային շլանքները խնդիր չկա, որ հողի մեջ է։ Ամբողջությամբ ճնշումը տալու դեպքում նորմալ իրենք։ Նորմալ ջրվում է, հեսա ինքը նորմալ ջրվում է։ Իսկ այսպես ջրի խնայում է տեղի ունենում, ինչն է ավելի լավ այս մեթոդի։ Վերևից նոր արմատ է ունենում, ավելի հզոր է լինում, էլի քոլերը։ Այսինքն ավելի շատ է լինում արմատային համակարգը։ Հասկանալ։ Կարող ենք ասել, որ նաև այս մեթոդով ջրի կոպիտ ասած ջրի շուտ գոլոշացում տեղի չի ունենում։ Հա, շուտ չի ունենում, որովհետև ավելի մեծ մակերեսով է ջրվում ինքը խոնավանում։ Շատ լավ, շատ հետաքրքիր է։ Իսկ ինչ էիք սրսկում։ Իզաբիոմ։ Իզաբիոմ։ Ինչի համար է իզաբիոմ։ Վիտամինը։ Ահա, տերևային վիտամին։ Այսպես սիրելի հետևորդներ, առաջին անգամ եմ իհարկե տեսնում, որ կաթիլային ոռոգման շլանքները մնում են հողի մեջ, որովհետև շատ ջերմոցատերեր մտածում են, որ անպայման պիտի լինի հողի վրա, անգամ անպայման կաթիլային այս կաթոցների հատվածը պիտի լինի վերևում, որպեսզի խցանումներ չառաջանան, բայց ինչպես տեսնում եք, այստեղ ունենք հակառակ պատկերը, որը շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծել։ Քանի որ առաջին էքսպերիմենտալ փորձն է, հասկանանք ինչ արդյունք է տվել, արդյոք իրեն արդարացրել է, թե ոչ։ Ոնց որ կատարվել է բուգլից, մենք sense ենք անվանում սրան, հողը լցրել ենք մոտ մի 4-ից 5 սանտիմետր բույսերի արմատավզիկի հատվածում, այդտեղից նոր արմատներ ստանալու նպատակով։ Նոր արմատները ստացել ենք, ավելի շատ երիտասարդ արմատներ ոնց որ շունչ տվեցին պոմիդորին։ Այստեղ կաթիլային համակարգը գնում է մեր լցրած հողի տակով։ Նրա համար որպեսզի այսինքն նոր հին արմատները հասցնեն սնվել։ Իսկ այստեղից ինքը արդեն ջրելու ընթացքում խոնավությունը բարձրանում է դեպի վերև։ Ընթացքում արդեն կբարձրանա, արդեն կհավասարվի նոր արմատները կրկին կհասնեն սնվել այդ ջրից ու պարտանյութից տված։ Ուրեմն հիշեցնենք նաև մեր հետևորդներին, որ մենք այս ջերմատանը նկարել ենք պոմիդորի տնկման մեթոդները, հիշեք, որ այստեղ պոմիդորը չի տնկվել պարկած վիճակում, այլ սովորական ուղղահայաց դիրքով տնկվել է։ Սա հիշենք, որովհետև եթե կլինեն ջերմոցատերեր, ովքեր որ պարկած են տնկել, հիշեցնենք, որ մեր մոտ ուղիղ է տնկվել սա։ Եվ այս մեթոդի դեպքում է սա այս տարի առաջին անգամ կիրառվում։
Այսքանը, իսկ եւս մեկ ճշտում անենք, կաթիլային համակարգի այս շլանգները որ կան, խցանումներ չեն առաջացնում հողին։ Առաջացնում են ունենք հատուկ այդ շլանգները մաքրող նյութ, ինքը ֆոսֆորնի կիսլատ է, համ արմատային համակարգի վրա է լավ ազդում, փխրացնում է հողը, համ այս խցանված բաները բացում է, էլի։ Իսկ որքան ժամանակը մեկ եք դա օգտագործում։ Այդ կախված արդեն նայում ենք բույսից, երբ որ կարիքը զգացվում է, էլի, ասենք եթե ինքը խցանող բան ենք տալիս, պարտանյութ է գնում ջրի հետ, ժամանակ առ ժամանակ օգտագործում ենք արդեն։ Շատ լավ։ Իսկ այս մեթոդը ոռոգելու դեպքում որքան հաճախականությամբ եք ոռոգում։ Ինչպես սովորական թե նայում ենք, չէ, նորից նայում ենք էլի հողի հետ կապված խոնավությանը, նաև եղանակին ենք ուշադրություն դարձնում, կարա խոնավ եղանակ լինի, անձրևային եղանակ, կատարվի 4-ից 5 օրը մեկ ջրումները, կարա մի քիչ ավելի տաք եղանակ լինի արևոտ, 3-4 օրում եք, էլի հիմնականում, բայց կատարվում է 3-ից 4 օրում եք։ Այսինքն ինքը փոշոտումից փոշոտում, երբ որ կատարվում է փոշոտում, դրանից առաջ ցանկալի է, որ բույսը ջրված լինի արդեն։ շատ լավ։ Այսքանը սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։